Մասնաշրջության կենտրոնի տվել են 36 միլիոն դրամ, որից 32 աշխատավարձի 91 տոկոս, մնացած էներգի բաժանման ծախսեր։ Դարձյալ մասնաշրջության կենտրոնը հետևյալացան բյուջեի 23 միլիոն դրամ, որից 1.1-ը հանդիսությունների սրահի օգտագործումից է, 1.1-ը ֆիթնես-սենթերի ծառայություն ծախսերի դիմաց վճարը։ Կենտրոնը ձեռք է բերել շատ գույք, սառնարար, փոշեկու, գունավոր տպիչներ, տեսախցիկներ, ձայնագրիչներ, համակարգիչներ, համակարգչի սարքավորներ եւ իհարկե դիքայշատ է համալրել 55 կտորը։ Հրատարակչությունների հարուցումներին հասարակական եւ ֆոնդային մասում ծախսել ենք այս գործառույթի 19 միլիոն դրամ դիջիտալ հանդիսությունների սրահի հիմնադրման աշխատանքների համար։ Կրթության ոլորտում Զատիկ մանկապարտեզի տվել են 95.4 միլիոն դրամ, որից 72 աշխատավարձ մնացած էներգի բաժանման ծախսեր, այստեղ աշխատում է 43 հոգի, վարչական գանձուները 8.2 միլիոն դրամ տվել են սնանդ վճարները, իսկ սուբսիդավորվել է պետության կողմից 15.5 միլիոն դրամ, համաֆինանսավորել 71.7 միլիոն դրամ։ Զատիկ մանկապարտեզն է դարձյալ կապիտալների դրամաշնորհ պայմանագրել ձեռք է բերել նորմալизаական գույք, խաղալիք մեքենաներ, հեծանիվներ, ինքնագլուխներ եւ մարզական գորգեր։ Եվ իհարկե Գերմանիայի արի դասակարգության հավանականությամբ եւ բարեգործական հիմունքներով եւ մանկապարտեզի բակում կառուցվել է նոր ուսուցիչների համար, պատակաբար ամբողջովին բարեկարգված է եւ տված են երևույթներ։ Գնդելաց համակի մանկապարտեզի տվել 28 միլիոն դրամից 16 աշխատավարձ մնացած ծախսեր, վարչական գանձուների եղել 1.1 միլիոն դրամ, համաֆինանսավորել 21.7 միլիոն դրամ։ Այստեղ էլ ամբողջությամբ փոխվել է խոհանոցային կառույցը, լրացարաններ, սպասքի պահարանները ըստ ստանդարտների ամբողջ կահավորվել, ձեռք են բերել համակարգչային սարքավորներ, բարձրամարզական գույք, մարզական գորգեր, հեծանիվներ եւ այլն։ Եվ միջնակարգ ընդհանուր կրթությանը տվել ենք կանաստորի կապակցության 652.400 թվականի եւ 2024-25 թվականի ուսումնական տարվա առաջ կիսամյակի երեխաների տեղափոխման համար թվականի մասով 1 միլիոն դրամ։ Արտադրության դաստիարակությունը արվեստի դպրոցի Ռոմանոսի տվել է 32.6 միլիոն դրամ, 33 աշխատավարձ մնացած էներգի բաժանման ծախսեր, վարչական գանձուների 2.6 միլիոն դրամ տեղական վճարները, սուբսիդավորվել է 1 միլիոն դրամ։ Այստեղ էլ ձեռք են բերել խոսափողներ, սեղան համակարգիչներ, բազմաֆունկցիոնալ տպիչներ, ամբողջովին հիմնավորվել եւ փոխվել է արվեստի առաջի դպրոցի Ռոմանոսի մուտքի երկու դռները։ Շարլ Վազնավերի դպրոցի 43 միլիոն դրամ, պետությունների դամբարչական գանձուների ուղարկել 4 միլիոն դրամ, պետության կողմից սուբսիդավորվել է 1.1 միլիոն դրամ։ Անցած տարի Շարլ Վազնավերը ամբողջությամբ ձեռք է բերել սպորտային բարերի համացույցներ, աջակցի կիսասրահացկեցներ եւ ռիթմիկ բարերի համար, հյուրասիրական բարերի համար։ Դահլիճի բեմի վարագույրն ամբողջությամբ փոխվել, ջերմության խացան են փոխվել, դարձան համակարգիչներ եւ շտական գործիքներ են ձեռք բերել, քաման եւ էլեկտրոնային դաշնամուր։ Եվ մանկական զարգացման հիմնադրամի դարձյալ տվել են 4.7 միլիոն դրամ։ Սոցիալական պաշտպանության ոլորտում դասել են 8.9 միլիոն դրամ, կրթական նպաստ 200,000 տվել ենք, մեր մարզիկը սպալում գնացել Ռուսաստանի դաշնությունների։ Նորածին երեխաներին արտահայտի տեսքով աշխատել մոտավորապես 77 ընտանիքի նվերներ 2 միլիոն դրամի շրջանակում, ամանորի հետ կապված նպած եւ ընտանիքներին տվել են 2 միլիոն ընդհանուր գումարով դրամական պատկացում։ Եվ օֆերտայի սկզբունքով ծախսել 5.3 միլիոն դրամ, բոլոր դուք գիտեք, որ Ծախախյա թաղամասում մենք ունենք ծերերի խնամքի կենտրոն։ Եվ ամբողջ 2025 թվականի ընթացքում վարչականից մենք տարել ֆոնդային մաս 70 միլիոն դրամ, որը կողմել է որպես համայնքի բյուջեի մասնաբաժանել մեր սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորմանը։ Վճարված աշխատավարձ ընդհանուր բյուջեի մեջ 1530 միլիոն դրամ, մոտավորապես 70% 30-ը ուղղվել է մեր հիմնարկների հիմնարկի բաժանման ծախսերի մոտավորապես 227 միլիոն դրամ։ Համայնքում 2025 թվականին բոլոր երթակառուցները աշխատել են 223 հոգի։ 26 թվականի նոյեմբեր մեկից դրությամբ ունեցել այս քստիական հնարավորություններ, 40 վարչական բյուջեում, 30 ֆոնդային բյուջեում եւ սուբվենցիոն գումարներ 33 միլիոն, որից 26 ճոխանուղու գումարներ, իսկ 4.3-ը մեր կապալառների 5%-ն որոնք մենք վճարենք այս տարի սուբվենցիոն ծրագրերի զուգահեռական ակտերի ներկայացնելուց հետո։ Հարցեր ունեք։ Հարցեր տենց չէ, բայց փոքրիկ նկատառում Ջոբայինի հետ կապված Ջոբայինի պետքարանի տարածքը խայտարակ ամբողջ
կխնդրեմ այնտեղ էլ ուշադրություն դարձնել, նաև մենք այսին կողմից ասել եմ, բայց միատել էսպես, որովհետև տուրիստների մեծ շարժ ունենք այդտեղ ու այնտեղ նենց վիճակա, որ մեզ ոչ ավտոկայանի տեղին նկատում Որն պետքարանի վերանորոգում նկատում եք, թե բակային տարածքը։ ներսում սանիտարագենիկ վիճակը նորմալ չէ։ Նենց չի, որ վատը ինքը քանդված է կամ եւ այլն։ Մաքուր չի։ Աշխատող ունեն, բայց հիմնանորոգման խնդիր կար, բայց ես չեմ հիշում, այդ որ մեկ նախագծի մեջ է, նավիսի նախագծի մեջ է այդ մտած, թե հարակից տարածքի ինչ-որ մեկի մեջ կա։ Նախագիծ, որ ծածկ պիտի լիներ, դե խոնավություն ինչ էլ այլն, քաշում ներքել։ Նավիսի նախագծի մեջ կա այդ թրծած ապակիով եղել, հիմա այդ նախագիծը պիտի փոխվի, ամ գումարներ շատ, ամ նախագծի ժամկետն արդեն անցել։ Մի անգամ մրցույթ ենք ալ, հետո չեղարկել ենք էլի տարին առաջ կարծեմ 22 թվականին։ Հիմա պիտի համ այդ նոր ծածկը, որ խոնավություն չքաշի, բորբոս չգիտեմ, այդպես բաներ չունեն, մյուսն էլ աշխատողի խնդիրը կարող փոխել։ Հարց 4. Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Ջերմուկ համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին կզեկուցի Ստեփանոս Վարդանյանը։ Անգելի ավականներն ներկայացնել, որ հաշվետվությունը կազմելիս իրականացում է նախնական պլանավորված տարեկան աշխատանքային պլանով նախատեսված ոլորտային ծրագրերի ցուցանիշների, քանակական, որակական մարդկային ռեսուրսների ցուցանիշների գնահատում եւ համեմատում փաստացի կատարվածի հետ, արդյունքում դուրս են բերում շեղումները եւ ըստ դրա հաշվի են առնում շեղման պատճառները հետագա պլանավորումը իրականացնելիս։ Քանի որ թվային ցուցանիշներ կան, որը բյուջեի կատարողականի հետ որոշակի համընկնում է, ես մենակ արձանագրված շեղումները կներկայացնեմ ժամանակնային նպատակով, նաև ոլորտներն են տարբերվում բյուջեի կատարողականի հետ համեմատ։ Առաջին ոլորտը ընդհանուր ծրագիր առաջին համայնքային ծառայությունների արդյունավետ թափանցիկ կառավարում, ենթակառուցվածքների գործունեության ապահովում, այստեղ ցուցանիշի տարբերությունն ենք աշխատանքի աշխատակազմի աշխատակիցների թիվը 2-ը կրճատվել են, ունենք համայնքի բյուջեի սեփական եկամուտների ավելի հավաքագրում, նախնական նախատեսած 54-ի փոխարեն 56.4, 2.4% ավել եւ 259 միլիոն 116,759-ի փաստացի գումարային ծախսերի արժեքի 74 միլիոն 824,421 դրամ խնայողություն, այս տարեսկզբին պլանավորել ենք մեքենա մեխանիզմներ ձեռք բերել, բայց հետո սուբվենցիայի կարգում փոփոխություններ են կատարվել, հնարավոր չի եղել անել, այս տարի ենք մեքենա մեխանիզմներ ձեռք բերում, հատկացում ռազմական հաստատություններին շեղում ծախսեր չի իրականացվել, պատճառը պաշտպանության բարձրացման եւ սահմանների կառավարման աջակցության դիմումներ զորամասերից չեն ստացվել։ Արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանություն եւ քաղաքացիական պաշտպանության կազմակերպում։ Ստեղ դիմումներ չեն ստացվել, տարեսկզբի պլանավորված 1.6 միլիոնով չի ծախսվել։ Ոլորտ 4 քաղաքաշինություն եւ կոմունալ տնտեսություն ծրագիր առաջին փողոցային լուսավորություն նախապլան աշխատանքի ապահովում։ Տարեսկզբի 33 միլիոն 499,000 դրամից կա 4.5 միլիոն դրամի հնարավորություն, որը կոմունալ վարձավճարների փաստացի ծախսի արդյունքում է տնտեսությունն առաջացել։ Ծրագիր երկրորդ Ջերմուկ համայնքի Կեչուկ գյուղատնտեսությունների սրահի հիմնանորոգում, Կեչուկ գյուղի բակային տարածքի աստիճանների եւ բնապատի կառուցում, Գնդեված գյուղի գերեզմանատուն կանով աստիճանների կառուցում։ Ստեղ էլի տարեսկզբի պլանավորման 47.6 միլիոնի համեմատ կա շեղում 14.4 միլիոն։ Ստեղ մի փոքր խնայողություն կա գնումների գործընթացի արդյունքում տնտեսման տեսքով։ Երկու ենթածրագրով պետական բյուջեի մասնաբաժինը վճարել ենք, սակայն 5%-ը պայմանագրի արժեքի պահել ենք, քանի որ դերավարտական ակտերը չկան եւ Կեչուկի բակային աստիճանի բակային տարածքի աստիճանի հնապատի կառուցումը հետաձգվել է 26 թվականին ավարտը։
Մասնակցային բյուջետավորման ձևավորված ծրագիրը, ծրագիր 3-ն է, տարեսկզբին 36 միլիոն ենք պլանավորել, բայց փաստացին ծրագրի արդյունքը արժեքը եղել է 53.7 միլիոն, շինարական աշխատանքների ծավալը պայմանավորված եղել, այս ծրագրի մեջ է 5%-ը պայմանագրի արժեքի չեն վճարել կապալարին, քանի որ ավարտական ակտերը չեն եղել։ Ամբողջ գյուղի ներքին ցանցն է հիմնանորոգվել եւ մի աղբյուրակ ապակառուցվել եւ վերականգնվել ասֆալտբետոնե ծածկույթի շերտի դրա համար ծախսը ավելի մեծ է եղել նախնական պլանավորվածի համար։ Համայնքի բնականային ֆոնդի սպասարկման մեջ ոլորտում շեղում չունենք, ասֆալտբետոնե ծածկի վերանորոգում եւ պահպանում 550,000 արդյունավետ աշխատանքի արդյունքում տնտեսում, ոլորտ 6 ճոպանուղին է, համայնքային ճոպանուղին, ստեղ ընդհանուր տարեսկզբին 86.4 միլիոն է եղել, բայց 38.7 միլիոն խնայողություն կա, ստեղ ճոպանը մատակարարող կազմակերպության կողմից փաստաթղթեր չեն ներկայացվել, եւ ճոպանի եւ սարքավորումների ֆինանսավորումը հատկացնելու համար, դրա համար այս մասը չի իրականացվել ծախսի, նախադպրոցական եւ արտադպրոցական կրթության կազմակերպում, ստեղ տարեսկզբին 176.5 միլիոն է եղել ոլորտը, բայց իրականում շեղում չկա, քանի որ մեր համայնքային կառավարման տեղեկատվական համակարգում նախահաշիվների հաշվարկի սխալ է եղել, փաստացի ցուցանիշ է 205.8 միլիոնը։ Ոլորտ 11 ֆիզիկական կուլտուրա, սպորտ, մշակույթ եւ երիտասարդության հետ տարող աշխատանքներ, մարզամշակութային կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններ, ստեղ շեղում կա տարեսկզբին 49.3 միլիոն է եղել, բայց 13 միլիոն 58 հազարի խնայողություն կա, տարեսկզբին պլանավորվել են համայնքային միջոցներով փառատոների եւ այլ մշակութային միջոցառումներ իրականացում, որը համայնքի միջոցներով չի իրականացվել, եւ օրինակ որ մեր երիտասարդական կենտրոններ կազմակերպվում կամ պետական միջոցներով իրականացվողի դեպքում մենք որոշակի ներդրում ենք ունենում, տեղափոխվելը ջերմամանորը այս տարի է իրականացվել, դրա համար նախորդ տարվա նաև պետական մասով ներդրում չի եղել։ Ոլորտ 12 սոցիալական աջակցություն, տարեսկզբի 19 միլիոնի փոխարեն 8.8 միլիոն, փաստացի դիմումների արդյունքում խնայողություն, եւ ոլորտ 15 շրջակա միջավայրի պահպանություն, համայնքի տարածքում պահպանություն եւ սանիտարական մաքրման աշխատանքների իրականացում, ստեղել 175 միլիոն 182 հազարի համեմատ խնայողություն 5 միլիոն 63 հազար, ստեղ քաղաքացիական պայմանագրերով նախատեսվել են սեզոնային աշխատանքներ իրականացում, որ չի իրականացվել աշխատակիցների թիվը բավարարել է, աշխատանքները պատշաճ կատարվել եւ կազմակերպվել են։ Այսքան է, եթե հարցեր կան։ Հարցեր ունեք, Նա հարցում եմ ես, եթե կարելի է, այդ կեչուպի հանդիսությունների սրահի հետ կապված այդ գույքը երբ է ձեռքբերել միջև տենդեր տան հայտարարեն, էլի տարիֆը է, ինչպես միշտ ձգվել է, էլի դրա հարցը ոնց։ Բայց ոչ մի տենդերի ժամկետը 11 ամիս չի։ Դե միջև հեսը այդ անը, Ինչ անը։ երկու ամիսը պրծավեսի, միջև անը, կլի 4 ամիս։ Ինչ ասոցիացիա գրեք ներկայացրեք, կենտրոնական չկապ ունեն։ Չէ, այս կապը են ունի, որ ամիջապես ասում են գույք չկա, էդի անենք։ Դե ծախս պիտի պլանավորվի, նախ մոտավոր մի հատ արժեք հասկանանք ինչքան է։ Շույթի ցանկ տվել են, նախկինում իրանք, մի հատ քննարկել խմբագրման ավելացնել, պակասացնելու կարիք կա, ու մոտավոր արժեք պիտի հասկանանք, որ արդեն ֆոնդային մասում թե վարչական այդ պլանավորվի։ Ցանկ ներկայացրեք, քննարկենք, մաքսիմում մի ամիս, այնտեղ ոչ մի տեղ լար չի դեռ 12 ամիս։ Տեղավորել հենց երաշտական դպրոց կողքն է, դա առաջ կարելի է տեղավորել, մինչև կվերջացնենք քաշեն մի քանի թերություններ կա, պայման բոլորը վերացնենք, գույքը տեղափոխվել, ցանկը ներկայացրել, մեկ էլ առաջարկում եմ,
Պապիկի ներկայացնող կողմից Տեսությունի մոտ կա, մի հատ էլ նորից նայեք, մոտավոր պետք է արժեքներ նշել, այդքանի մասով այնտեղ բյուջեը պլանավորվում է։ Դրանք տնտեսական ինչ է պետք է ներկայացնենք ամենը թե չմարտնենք։ Մենք ենք ժողովուրդը շփոթում ամենը նույն բանը արդեն անցել է։ Նույն հարցը հարցի տալիս է տարբեր թվեր։ Իսկ պիտի օգտագործվի։ Դեն Հարց 5-րդ Ջերմուկ համայնքի զարգացման ծրագրի ներկայացնելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացում սուբվենցիա ստանալու համաձայնություն տալու մասին կզեկուցի Ստեփանյան։ Պետական բյուջեից համայնքների սուբվենցիաների տրամադրման կարգում կառավարության որոշման հաստատած կարգում փոփոխություններ են իրականացվել անցյալ տարի։ 26 թվականին իրականացող ծրագրերի ամբողջական փաթեթը պիտի ներկայացնենք մինչև այս տարվա մարտի 1-ը։ Ամբողջական փաթեթի մեջ ներառվում է նաև համայնքի ավականու որոշումը, ևս այլ փաստաթղթերի, մենք հանրային լսում կազմակերպել իրականացրել ենք փետրվար 13-ին, հիմա ավականու նիստով առաջարկում է համաձայնություն տալ ծրագիր ներկայացնելու, մի ծրագիր ենք ներկայացնելու, ասֆալտապատման հետ աշխատանքների են։ Ինչպես գիտեք, 16 թվականի համայնքի խոշորացումից հետո կառավարության որոշմամբ համաշխարհային բանկով նաև համայնքային միջոցներով Ջերմուկ քաղաքի գրեթե բոլոր փողոցներն, այդ թվում բակայինները հիմնանորոգվել ու բարեկարգվել են, բայց ինչ-որ հատվածներ կան, որ դուրս են մնացել այդ ծրագրերից։ Հիմա 3 նախագիծ կա, որ պատրաստում ենք ներկայացնել իրականացման, հաստատման, ապա նաև իրականացման։ Մեկը Ջերմուկի բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքներն են, երկրորդ, երրորդ, 4-րդ շենքերի հետնամասերն են մնացել, Միասնիկյան 10 չափից մնացել, Ձախատնյակ առաջին շենք տանուխ ճանապարհ